Ողջույն բոլորին, Արմեդիա YouTube-յան ալիքում ԱՄՆ գլխավոր լուրերն են։ Ես Հարություն Մինասյանն եմ եւ ձեր ուշադրությանն եմ ներկայացնում փետրվարի 28-ի Լոս Անջելեսի ժամանակով երեկոյան ժամը 8-ի դրությամբ հայտնի բոլոր իրադարձությունները, որը կապված է Իրանի հետ։ Եվ այսպես, Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին սպանվել է Իսրայելի եւ Միացյալ Նահանգների կողմից իրականացված լայնածավալ ռազմական գործողությունների արդյունքում։ Այս մասին կիրակի արդեն առավոտյան պաշտոնապես հաստատել են Իրանում Իրանի պետական լրատվամիջոցները։ 86-ամյա առաջնորդի մահը ըստ պետական հեռուստատեսության տեղի է ունեցել Թեհրանի կենտրոնում գտնվող նրա համալիրի վրա իրականացված օդային հարվածի հետևանքով։ Airbus-ի արբանյակային լուսանկարները ցույց են տվել, որ տարածքը ծանր ռմբակոծության է ենթարկված։ Պետական հեռուստատեսությունը նշել է, որ նրա մահը իր աշխատավայրում ցույց է տալիս, որ նա մշտապես եղել է ժողովրդի կողքին եւ իր պարտականությունների առաջնագծում, դիմակայելով այն, ինչ պաշտոնյաները անվանել են գլոբալ ամբարտավանություն։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Խամենեիի մահվան մասին հայտարարել էր մի քանի ժամ առաջ, ասելով, որ դա իրանցիների համար ամենամեծ հնարավորությունն է վերականգնելու իրենց երկրի վերահսկողությունը։ Միևնույն ժամանակ Միացյալ Նահանգների կոնգրեսի մի շարք անդամներ պահանջում են արագ քվեարկություն պատերազմական լիազորությունների վերաբերյալ, պնդելով, որ ռազմական գործողությունները պետք է ունենան օրենսդիր մարմնի պաշտոնական թույլատվությունը։ Տարածաշրջանում լարվածությունը շարունակում է աճել, իսկ զարգացումները տեղի են ունենում արագ տեմպերով։ Խամենեիի մահից հետո Մաշհադ քաղաքում Իմամ Ռեզայի սրբավայրի վրա բարձրացվել է սգո սև դրոշ։ Իրանի կառավարությունը հայտարարել է 40-օրյա համազգային սուգ եւ մեկ շաբաթյա պետական արձակուրդ։ Իրանի հեղափոխության պահապանների կորպուսը սպառնացել է սկսել Իսլամական Հանրապետության զինված ուժերի պատմության ամենաուժգին հարձակողական գործողությունը, թիրախավորելով Իսրայելը եւ տարածաշրջանում գտնվող ամերիկյան բազաները։ Իրանի կառավարությունը հայտարարել է, որ այս մեծ հանցագործությունը երբեք անպատասխան չի մնա։ Պաշտոնական աղբյուրների համաձայն հարվածների ընթացքում զոհվել են նաև Խամենեիի ընտանիքի անդամներ, այդ թվում դուստրը, Փեսան, Թորնիկը եւ Հարսը։ Իսրայելի զինված ուժերը հայտարարել են, որ կիրակի իրականացրել են տասնյակ նոր հարվածներ Իրանի կենտրոնական եւ արևմտյան շրջաններում, թիրախավորելով բալիստիկ հրթիռների համակարգեր եւ հակաօդային պաշտպանության դիրքեր։ Ըստ հայտարարության խոցվել է ավելի քան 30 թիրախ։ Իսրայելի պաշտպանության բանակը նաև հայտարարել է, որ իրականացված օդային հարվածների արդյունքում սպանվել են Իրանի շուրջ 40 բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ղեկավարությունը։ Ըստ Իսրայելի պաշտպանության բանակի, Իրանի ռազմական վերնախավը, այդ թվում Այաթոլլահ Խամենեիին մոտ կանգնած մի շարք պաշտոնյաներ վերացվել են գործողության ընթացքում։ Հայտարարության մեջ նշվում է, որ գործողությունը սկսվել է կանխարգելիչ հարվածով այն բանից հետո, երբ հայտնաբերել են Թեհրանում մի քանի վայրեր, որտեղ հավաքված էին Իրանի պաշտպանության համակարգի բարձրաստիճան ներկայացուցիչները։ Սպանվածների թվում, ըստ Իսրայելի պաշտպանության բանակի, եղել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմադ Պակպուրը, որը, ինչպես պնդվում է, պատասխանատու էր Իսրայելի ոչնչացման ծրագրերի մշակման, տարածաշրջանային դաշնակից խմբավորումների, այդ թվում Համասի եւ Հեզբոլլահի ուղղորդմամբ, ինչպես նաև Իրանի ներսում բողոքների դաժան ճնշման համար։ Վերացվել է նաև Այաթոլլահ Ալի Խամենեիի անձնական խորհրդականը եւ Իրանի անվտանգության խորհրդի ղեկավար Ալի Շամխանին, ինչպես նաև Իրանի պաշտպանության նախարար եւ օդուժի հրամանատար Ազիզ Նասիրզադեն։ Իսրայելի պաշտպանության բանակի հաղորդմամբ սպանվածների թվում է նաև Իրանի բարձրաստիճան հետախուզական պաշտոնյա Սալեհ Ասադին, Գերագույն առաջնորդի ռազմական բյուրոյի ղեկավար Մոհամմադ Շիրազին, ինչպես նաև Հոսեյն Ջաբալ Ամելյանը եւ Ռեզա Մոզաֆարինյան, որոնք ղեկավարում էին միջուկային, քիմիական եւ կենսաբանական զենքերի հետազոտական ծրագրերը։ Իրանական կողմը այս հայտարարությունների վերաբերյալ առայժմ պաշտոնական մեկնաբանություն չի ներկայացրել։ Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեիի մահից հետո երկիրը կարող է կանգնել իր ամենալուրջ ներքին ճգնաժամերից մեկի առաջ 1979 թվականի իսլամական հեղափոխությունից ի վեր։ Խամենեին շուրջ 35 տարի ղեկավարել էր Իրանը, լինելով ոչ միայն քաղաքական, այլ նաև բարձրագույն հոգևոր իշխանություն։ Նա համարվում էր համակարգի առանցքային կետը, որի շուրջ էր կառուցված ուժային ինստիտուցիոնալ հավասարակշռությունը։ Նրա բացակայությունը կարող է ստեղծել իշխանական վակուում, հատկապես այն պայմաններում, երբ հրապարակային եւ հստակ նշանակված իրավահաջորդ չի եղել։
Իրանի սահմանադրության համաձայն գերագույն առաջնորդին ընտրում է հոգևորականների փորձագետների խորհուրդը։ Սակայն պատերազմական իրավիճակում այդ գործընթացը կարող է դառնալ բարդ եւ լարված։ Վերլուծաբանների գնահատմամբ հնարավոր է, որ իշխանությունը ժամանակավորապես փոխանցվի բարձրաստիճան պաշտոնյաների նեղ շրջանակի մինչև ռազմական գործողությունների ավարտը եւ իրավիճակի կայունացումը։ Մեծ դերակատարում կարող է ունենալ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը։ Այն ոչ միայն ռազմական կառույց է, այլև տնտեսական եւ քաղաքական ազդեցության խոշոր կենտրոն։ Եթե հարվածների արդյունքում վնասվել է նաև կորպուսի ղեկավարությունը, ապա հրամանատարական շղթան կարող է գտնվել իրական խառնաշփոթի մեջ, ինչը կխորացնի անորոշությունը։ Փորձագետները նաև նշում են, որ ղեկավարության գլխատումը խորհրդանշական քայլ չէ միայն, այն կարող է վերաձևել իշխանության բալանսը երկրի ներսում։ Սակայն նույնիսկ Խամենեիի մահը ինքնին չի երաշխավորում ռեժիմի փլուզում։ Իրանական քաղաքական համակարգը կառուցված է բազմաշերտ անվտանգության մեխանիզմներով, որոնք նախատեսված են նման ցնցումներին դիմակայելու համար։ Միաժամանակ կա նաև ներքին հասարակական գործոնը։ Վերջին տարիներին Իրանում աճել են սոցիալական դժգոհությունները, եղել են լայնածավալ բողոքի ակցիաներ, սակայն ներկայիս ռազմական լարվածությունը կարող է մի կողմից ուժեղացնել ազգային համախմբումը արտաքին սպառնալիքի դեմ, իսկ մյուս կողմից խորացնել իշխանության ներսում պայքարը ապագա վերահսկողության համար։ Եթե իշխանության փոխանցման գործընթացը դեռևս անկառավարելի կամ մրցակցային է, ապա կարող է սկսվել ներքին պայքար տարբեր ուժային կենտրոնների միջև։ Դա իր հերթին կազդի ոչ միայն Իրանի, այլ ողջ տարածաշրջանի կայունության վրա։ Այսօր ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը արտահերթ նիստ է գումարել նվիրված Միջին Արևելքում ստեղծված ծայրահեղ լարված իրավիճակին։ Նիստին մասնակցելու են հրավիրվել նաև Իրանի եւ Իսրայելի ներկայացուցիչները, ինչպես նաև Արաբական պետությունների լիգայի մշտական դիտորդը։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հանդես է եկել խիստ գնահատականով, դատապարտելով Միացյալ Նահանգների եւ Իսրայելի լայնածավալ հարվածները Իրանի տարածքում, ինչպես նաև Իրանի կողմից իրականացված հետադարձ հարձակումները Բահրեյնի, Իրաքի, Հորդանանի, Քուվեյթի, Քաթարի, Սաուդյան Արաբիայի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների դեմ։ Գուտերեշը նշել է, որ տեղի ունեցողը լուրջ սպառնալիք է միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը, ընդգծելով, որ ռազմական գործողությունները կարող են առաջացնել անկառավարելի շղթայական զարգացումներ աշխարհի ամենախոցելի տարածաշրջանում։ Նա կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները եւ վերադառնալ բանակցությունների սեղան, հատկապես Իրանի միջուկային ծրագրի շուրջ։ Ըստ ներկայացված տեղեկությունների, Իրանի շուրջ 20 քաղաք ենթարկվել է հարվածների, այդ թվում Թեհրանը, կամ բազմաթիվ զոհերի եւ վիրավորների մասին հաղորդումներ, այդ թվում քաղաքացիական օբյեկտների վրա հարվածների հետևանքով։ Նշվել է նաեւ, որ Իրանի օդային տարածքը փակ է, երկրում գրեթե ամբողջական ինտերնետային անջատում է։ Միաժամանակ հաղորդվել է, որ Իրանի կողմից արձակված հրթիռների մի մասը խոցվել է Պարսից ծոցի երկրների հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից, սակայն Արաբական Միացյալ Էմիրություններում արձանագրվել է քաղաքացիական զոհ։ Ֆրանսիան, Դանիան, Հունաստանը եւ մի շարք եվրոպական երկրներ կոչ են արել զսպվածության եւ դիվանագիտական լուծման։ Միևնույն ժամանակ նրանք ընդգծել են, որ Իրանը պետք է ձեռք չբերի միջուկային զենք։ Ռուսաստանի եւ Չինաստանի ներկայացուցիչները քննադատել են ռազմական էսկալացիան, շեշտելով միջազգային իրավունքի խախտումները եւ կոչ արել վերադառնալ բանակցային գործընթացին։ Միացյալ Նահանգների ներկայացուցիչը հայտարարել է, որ գործողություններն իրականացվել են ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի շրջանակում որպես ինքնապաշտպանություն։ Մայք Վոլցը նշել է, որ նպատակն էր ոչնչացնել հրթիռային կարողությունները եւ կանխել Իրանի կողմից միջուկային զենքի ձեռքբերումը։ Միացյալ Նահանգների դեսպանը հիշեցրել է նաեւ նախկին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևերը, որոնք վերաբերում էին Իրանի միջուկային ծրագրերին եւ սահմանում էին պատժամիջոցներ։ Իրանի ներկայացուցիչը հակադարձել է հայտարարելով, որ Միացյալ Նահանգների եւ Իսրայելի գործողությունները հանդիսանում են բացահայտ ագրեսիա եւ միջազգային իրավունքի կոպիտ խախտում։ Իսրայելի ներկայացուցիչը նշել է, որ գործողությունները եղել են կենսական անհրաժեշտություն կանխելու Իրանի միջուկայի եւ հրթիռային ծրագրերի անդառնալի զարգացումը։ Նիստի ավարտին կողմերը մնացել են կտրուկ հակադիր դիրքերում, իսկ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կրկին կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները եւ վերադառնալ դիվանագիտական ուղի։ Լոս Անջելեսում, որտեղ ապրում է իրանական ծագում ունեցող խոշոր համայնք, հարյուրավոր մարդիկ դուրս են եկել փողոց նշելու Խամենեիի մահը։ Նյու Յորքում էլի պաշտպանություն Իրանի բողոքի ակցիա էր։ Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը հայտարարել է, որ Իրանի կոռումպացված եւ ճնշող ռեժիմը երբեք պետք է չունենա միջուկային զենք, սակայն միևնույն ժամանակ ռազմական գործողությունը որակել է ապօրինի եւ վտանգավոր պատերազմ առանց ամերիկյան հանրությանն ու կոնգրեսին բավարար հիմնավորում ներկայացնելու։ Նա նաեւ ընդգծել է, որ Կալիֆոռնիան կանգնած է իր իրանա-ամերիկյան համայնքի կողքին, հիշեցնելով, որ նահանգում ապրում են հազարավոր ընտանիքներ, որոնց հարազատները գտնվում են Իրանում։ Լոս Անջելեսի քաղաքապետ Քերեն Բասներ հայտարարել է, որ քաղաքը խստացրել է անվտանգության միջոցառումները, հաշվի առնելով, որ Լոս Անջելեսը ունի Իրանից դուրս
ամենամեծ համայնքը եւ Իսրայելից դուրս երկրորդ ամենամեծ հրեական համայնքը։ Նրա խոսքով ներկայումս վստահելի սպառնալիքներ չկան, սակայն ոստիկանությունը ուժեղացրել է պարեկությունը կրոնական եւ համայնքային վայրերի մոտ։ Լոս Անջելեսից բացի ոստիկանությունն ուժեղացրել է պարեկությունը Նյու Յորքում եւ Վաշինգտոնում պետական շենքերի եւ կրոնական վայրերի շուրջ հնարավոր լարվածությունից խուսափելու համար։ Եվ եթե ամփոփենք այսօր տեղի ունեցած իրադարձությունները եւ համադրենք անցյալի ու հարակից իրադարձություններին, ապա պատկերը բոլորովին այլ կլինի։ Շաբաթ օրը Իրանի դեմ իրականացված լայնածավալ ռազմական գործողությամբ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ցուցադրեց իր ռիսկային հանդուրժողականության կտրուկ փոփոխությունը։ Մի քանի ամսվա ընթացքում նա անցավ զգուշավոր սահմանափակ գործողություններից մինչև Իրանի բարձրագույն ղեկավարության թիրախավորման։ Գործողությունը, որը Վաշինգտոնը եւ Թել Ավիվը ներկայացնում են որպես համատեղ ծրագրված հարված, ներառել է ուղղակի հարձակումներ Իրանի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ։ Ընդամենը 8 ամիս առաջ իրավիճակը այլ էր։ Նախորդ տարվա 12-օրյա իսրայելо-իրանական բախումների ժամանակ Իսրայելի պահանջով Թրամփը համաձայնել էր բիթու ռմբակոծիչներ ուղարկել Իրանի 3 միջուկային օբյեկտները թիրախավորելու համար, սակայն մերժել էր Խամենեիի սպանության ծրագիրը, մտահոգվելով տարածաշրջանային ապակայունացմամբ։ Այդ ժամանակ նախագահը սպառնալիքներով էր հանդես գալիս, բայց փաստացիորեն հրաժարվում էր գլխատման հարվածից։ Շաբաթ օրը, սակայն, այդ զսպվածությունը այլևս չկար։ Թրամփի վարչակազմը ամիսներ շարունակ փորձում էր հասնել նոր միջուկային համաձայնության։ Ամերիկյան պաշտոնյաների խոսքով Իրանին առաջարկվել էր քաղաքացիական նպատակներով միջուկային ծրագրի տարբերակներ, նույնիսկ անվճար միջուկային վառելիքի երկարաժամկետ ապահովմամբ։ Սակայն Վաշինգտոնը պնդում է, որ Թեհրանը դիմել է ձգձգումների, խաղերի եւ հնարքների։ Հարվածների հրամանը տրվել է ընդամենը 2 օր անց այն բանից հետո, երբ հատուկ ներկայացուցիչներ Ստիվ Վիտքոֆն ու Ջարեդ Քուշները հերթական բանակցություններն էին վարում իրանցի պաշտոնյաների հետ։ Մերձավոր Արևելքի եւ եվրոպական դաշնակիցները կոչ էին անում ժամանակ տալ դիվանագիտությանը, սակայն Թրամփը հրապարակավ խոսում էր համբերության սպառման մասին։ 3 պատմական ակնարկ Թրամփի ժամանակաշրջանից։ 2018 թվականին դուրս գալ Իրանի միջուկային համաձայնագրից, 2020 թվականին գեներալ Քասեմ Սոլեյմանիի սպանությունը եւ նախորդ տարվա միջուկային օբյեկտների ռմբակոծումը։ Այժմ Թրամփը հայտարարում է, որ Իրանը շարունակում էր զարգացնել միջուկային ծրագիրը եւ կառուցում էր բալիստիկ հրթիռներ, որոնք կարող էին հասնել Միացյալ Նահանգների տարածք։ Իրանը հերքում է միջմրցամաքային հրթիռների մշակումը, սակայն Միացյալ Նահանգների պաշտպանության հետախուզական գործակալության նախորդ տարվա զեկույցում նշվում էր, որ Թեհրանը մինչև 2035 թվականը կարող է ձեռք բերել նման կարողություն, եթե որոշի գնալ այդ ուղղությամբ։ Պետքարտուղար Մարկո Ռուբիոն ասել էր, որ Իրանի հրթիռային ծրագրի քննարկումից հրաժարվելը լուրջ խնդիր է։ Փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, որն ավանդաբար ավելի զգուշավոր դիրքորոշում ունի ռազմական միջամտությունների հարցում, վստահեցրել էր, որ Միացյալ Նահանգները չի ներքաշվի երկարատև պատերազմի մեջ։ Թրամփը կարող էր խրախուսված լինել նաև Վենեսուելայում իրականացված գործողությունից, որի արդյունքում Նիկոլաս Մադուրոն ձերբակալվեց ու տեղափոխվեց Միացյալ Նահանգներ։ Այժմ պարզ է, Խամենեին իսկապես սպանվել է։ Այս դեպքում ռեժիմը կարող է դա անցալել որպես գոյության համար մղվող պայքար, ամեն ինչ կամ ոչինչ, ու կիրառել իր բոլոր միջոցները։ Այսօր այսքանը։ Ես Հարություն Մինասյանն եմ, շնորհակալ եմ ուշադրության համար, առողջ եղեք։